Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Եվ այսպես Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանները նրան 20 տարով դատապարտելու վճիռը համարում են իրավաբանորեն անհիմն եւ քաղաքական ենթատեքստ ունեցող։ Նրանց գնահատմամբ այն անհամատեղելի է արդար դատաքննության միջազգային չափանիշների հետ։ Իրավաբանական թիմը միջազգային կազմակերպություններին եւ պատասխանատու կառավարություններին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել պաշտպանելու Վարդանյանի եւ Բաքվում պահվող մեր մյուս հայրենակիցների իրավունքները եւ ապահովելու նրանց ազատ արձակումը։ Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն։ Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ չի կարող լինել։ Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար։ Ժամանակակից քրեական օրենսդրությունը եւ ներպետական եւ միջազգային թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը, առանց կոնկրետ եւ ապացուցված հանցավոր գործողությունների։ Սակայն ինչպիսին կլինի միջազգային արձագանքը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում փաստացի բացառել էր, որ դատապարտված առաջնորդներից որևէ մեկին ազատ կարձակի։ Բաքվի կայացրած որոշումներին առայժմ հրապարակային չի արձագանքել պաշտոնական Երևանը։ Մինչ Երևանը լուռ է, Ալիևի հայտարարություններին արձագանքել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա ուղերձ պատասխան է հրապարակել այնպիսի ձևակերպումներով, որոնք ըստ նրա Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ եւ սկզբունքային ձևով հնչեցնի։ Քանի որ Հայաստանի ներկայիս վարչապետն անկարող է պատասխանել ինչպես պետության ղեկավարը հայկական կողմի անունից, ես կտամ այդ պատասխանը եւ ցույց կտամ, թե ինչպես պետք է պատասխանի Հայաստանի վարչապետը։ Պարոն Ալիև, նախ եւ առաջ դուք օգտագործում եք ատելության խոսք մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք գերության մեջ են պահվում ադրբեջանական բանտերում եւ անընդհատ նրանց վերագրում եք մարդկության դեմ հանցագործություններ։ Եթե դուք ունեք ապացույցներ այսպես կոչված հանցագործությունների վերաբերյալ, եկեք գնանք միջազգային քրեական դատարան։ Ավելին, դուք փորձում եք անհիմն զուգահեռներ անցկացնել Արցախի հայերի վերադարձի իրավունքի եւ Արևմտյան Ադրբեջան ծավալապաշտական անունը կրող կազմակերպության միջև։ Ես ձեզ առաջարկում եմ գնանք միջազգային քրեական դատարան։ Ցանկանում եք հետ կանչել միջազգային իրավական պահանջները որպես իրավաբան։ Գիտեմ, որ իրավունքը, նաեւ փաստերը մեր օգտին են։ Եթե պարոն Ալիևն ունի ապացույցներ, ես անում եմ պարզ առաջարկ։ Գնանք միջազգային քրեական դատարան։ Ես կսպասեմ պատասխանին։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը եւս միջազգային առաջնորդենի կոչ է արել կիրառել հնարավոր բոլոր միջոցները նրան ու մյուսներին ազատելու համար։ Վարդանյանի ընտանիքը սարսափեցնող, բայց ոչ անսպասելի է անվանել վճիռը, նշելով, որ արդյունքը կանխորոշված էր դեռ նրա ձերբակալության պահից։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքները հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։ Չնայած Ռուբենի որպես հումանիստի, բարեգործի եւ սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության, առաջնորդների եւ միջազգային մասնագետների աջակցությունն ուժ եւ հույս են հաղորդում մեր ընտանիքին։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ։ Սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ, որպես ամբողջություն։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին միջազգային իրավունքին համահունչ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու եւ իրավունքները պաշտպանելու համար։ Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանին մեղավոր են ճանաչել մի շարք ծանր հոդվածներով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների 20 տարվա ժամկետի կեսը Վարդանյանը կանցկացնի սովորական, մյուս կեսը խիստ ռեժիմի բանտում։ Իսկ ով է Ռուսաստանաբնակ միլիարդատերը, որը հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվեց Արցախ։ 57-ամյա Ռուբեն Վարդանյանի անցած ճանապարհը բիզնեսմենից մինչև պետնախարարի պաշտոն ներկայացնում է Սեդա Գյուրեղյանը։
Ռուսաստանում առաջին ներդրումային բանկի հիմնադիր, Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցի ստեղծող, բարերար, Արցախի պետնախարար, ապա գերի Բաքվի բանտում։ Նա հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է, հայ ընտանիքի որդի, մարդ, որ իր ճանապարհը հարթել է ինքնուրույն։ Սա Ռուբեն Վարդանյանի կյանքի պատմությունն է։ Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականին Երևանում, 1985 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այստեղ էլ սկսվել է նրա մասնագիտական ճանապարհը։ Խորհրդային միության փլուզումից հետո շատերը խուսափում էին ռիսկից։ Այդ տարիներին բիզնես սկսելը անորոշություն էր, հաճախ վտանգ։ Ռուբեն Վարդանյանը դիմում է այդ ռիսկին։ Ռուսաստանում ստեղծում է առաջին ներդրումային բանկը, հետագայում էլ հիմնում Մոսկվայի առաջին մասնավոր բիզնես դպրոցը, որտեղ թրծվում էին ապագա տնտեսագետներն ու կառավարման մասնագետները։ 1988-ից 90-ականների վերջին Հայաստանում ծանր ժամանակաշրջան էր, երկրաշարժ, պատերազմ, մութ ու ցուրտ տարիներ։ Ռուբեն Վարդանյանը հայրենիքում կատարվողին անհաղորդ չէր։ 2000-ականների սկզբին Հարվարդում կրթության տարիներին նա հանդիպում է բոստոնահայ գործարար Նուբար Աֆեյանին եւ միասին նախաձեռնում են Հայաստան 2020 նախագիծը, մշակում մինչև 2020 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։ Այդ տարիների ընթացքում Վարդանյանը գործընկերների եւ ընկերների հետ աջակցում ու իրականացնում է ավելի քան 700 նախագիծ Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում ուղղված կրթության, մշակույթի ու հոգեվոր ժառանգության պահպանմանը։ Ցեղասպանությունից մազապուրծ Համայակ Վարդանյանի թոռն է Ռուբեն Վարդանյանը։ Նրա եւ ցեղասպանության 100-ամյակի հիշատակին 2016-ին Վարդանյանը նախաձեռնում է Ավրորա մրցանակաբաշխությունը, որի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկվում սեփական կյանքը փրկելու հակամարտությունների եւ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետևանքով տառապողներին։ Օվկիանոսից այն կողմ մրցանակաբաշխությամբ կամ սեփական ծրագրերով հայրենակիցներին աջակցելը Ռուբեն Վարդանյանը բավարար չհամարեց։ 2022 թվականին հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից եկավ Արցախ եւ ստանձնեց պետնախարարի պաշտոնը։ Վարդանյանը 112 օր պաշտոնավարեց որպես պետնախարար։ Արցախի շրջափակման օրերին մնաց այնտեղ եւ շարունակեց բարձրաձայնել քաղաքական, մարդասիրական ու սոցիալական խնդիրներ։ Արցախից նա խոսեց միջազգային լրատվամիջոցների հետ, ահազանգ հնչեցնելով կատարվողի մասին։ Սկսեց վերանորոգել Մարտակերտի եկեղեցիներից մեկը ի նշան հոգեվոր եւ բարոյական վերածննդի։ Այդ վերանորոգումը ավարտին չհասավ։ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ռուբեն Վարդանյանին առևանգեցին Հակարիի կամրջից եւ տեղափոխեցին Բաքու։ Կեղծ դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանին մեղադրել են ահաբեկչության համար, ավելացրել մի քանի հատոր իր հետ կապ չունեցող մեղադրանքներ։ Ռուբեն Վարդանյանին կեղծ դատավարության սկզբից թույլ տվեցին միջազգային փաստաբան ունենալ, բայց նրա միջնորդությունները ընթացք չստացան։ Փաստաբանը հրաժարվեց գործունեությունից, անարդար ու կեղծ դատավարության պատճառով։ Ռուբեն Վարդանյանը բանտից ուղերձներ, ձայնային հաղորդագրություններ ու կոչեր հղեց։ В Азербайджане 39 почти лет назад. Իսկ հիմա Բաքվի դատարանում նրան դատապարտում են առանց միջազգային փաստաբանների, մեդիայի մասնակցության։ Սեդա Գյուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Տեղափոխվենք Հայաստան, ամենայն Հայոց կաթողիկոսի ավելի քան 1.5 ամիս կալանավորված եղբոր եւ եղբորորդու գործով դատական նիստն ավարտվել է։ Վեհապարի եղբոր Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Դատարանը արձանագրում է, որ կրկին անգամ վերջիններիս հարցաքննության կանչելու հավանականության հանգամանքով պայմանավորված շարունակում է արտադրել մեղադրյալների կողմից տղաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը, սակայն այն ժամանակի ընթացքում որոշակիորեն նվազել է եւ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափան միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալների պատշաճ վարքագիծը։ Ուստի դատարանը ղեկավարելով քրեական դատավարության օրենսգրքի 122-ից 123-րդ 125-րդ, 127-րդ եւ 270-րդ հոդվածներով որոշում է մեղադրյալ Գևորգ Գրիգորի Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափան միջոց կալանքը փոխել այլընտրանքային խափան միջոցների համակցության տնային կալանքի 3 ամիս ժամկետով գրավի 1 միլիոն դրամի չափով եւ բացակայելու արգելք։
Դատական նիստին վեհափառի եղբոր դեմ ցուցմունք է տվել Հանրապետություն կուսակցության անդամ Հարություն Մկրտչյանը, սակայն նիստի ընթացքում նա կրկին ոչինչ չէր հիշել։ Դատավորը նրա ագրեսիվ պահվածքի համար սանկցիա է կիրառել։ Դուք քիչ առաջ պատասխանեցիք, որ Գևորգ Ղազարյանը մատնացույց է արել նշանակած եւ ասել է, որ նրանք ով է Գևորգ Ղազարյանը։ Դե չէ, Գարիկ Ղազարյանը։ Հասկանալի է, չէ՞ Գարիկ Ղազարյանը։ Դե հիմա այդ մասը երբ մտաբերեցին։ Որ մատնացույց է արել։ Ընթացքում հարցը։ Այո։ Առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին, թե ոչ։ Որ հարցակ։ Քրիչի մոտ հարցակցության ժամանակ։ Այդ չեմ հիշում։ Իսկ դատանում առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին։ Էդ էլ չեմ հիշում։ Հիշողության կապված խնդիրն է։ Իսկ ունեք։ Գուցե։ Գուցե դե ունեք դե Չեմ ստուգվել, գուցե։ կարող ունեք։ Գուցե։ Չի բացառվում։ Չի բացառվում։ Չի բացառվում։ Այո։ Այսինքն կարող եք հիմա ասել, որ նման տեղեկությունները դուք հենց որ օրինեցիք։ Կարող եք դες բան։ Չեք կարող։ Ամբարձում Ներսյանի դուք անձամբ տեսել եք ընդ։ Ես Համբարձում Ներսիսյանի իմ կյանքի ընթացքում երբևէ որպես այդպիսի առանձին չեմ հանդիպել, որ Համբարձում Ներսիսյանը տպավորված լինի իմ մեջ, արգելի պաշտպան։ Կարան դիտարկել, որ Համբարձում Ներսյանը այնտեղ չի եղել։ Դուք կարող եք դիտարկել, որ Չակ Նորիսն էլ այնտեղ չի եղել։ Կարող բլոստին է Միրոց է։ դե դա Միրոց է։ Եկա Միրոց։ Արգել պաշտպան, ռոռություն։ Կարդամ ձեզ բազմիցս նախազգուշացրել, որպեսզի կոռեկտ եւ հարցերին նորմալ պատասխաններ հնչեցնեք ու պատճառը հիմա ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա։ Նկատողություն է հայտարարում ձեզ հաջորդ անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու դեպքում ձեր նկատմամբ կարող է կիրառվել ավելի խիստ դատական սանկցիա։ Իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arքեպիսկոպոս Աջապահյանն արդեն Գյումրիում է իր կեցավայրում, որտեղ պետք է կրի տնային կալանքը։ Շիրակի թեմի առաջնորդը երկրորդ վիրահատությունից հետո 3 է դուրս գրվել Իզմիրլյան բժշկական կենտրոնից եւ 8 ամիս անց տեղափոխվել Գյումրի։ Հիվանդանոցում Սրբազանին ուղեկցել են բժշկական կենտրոնի տնօրենն ու հոգևոր տեսուչը։ Մեքենան նստելուց առաջ Սրբազանը շնորհակալություն է հայտնել ու ողջագուրվել Արմեն Չարչյանի եւ Տեր Հովհաննեսի հետ։ Ամենիչի համար ձեռըտվին, ձեռըտվին, նշտարըտ տեղը, եգուզ հունալ Գյումրեցիները իրենց թեմի առաջնորդին դիմավորել են սրբազան վանկարկումներով, ջերմ գրկախառնություններով եւ համբույրներով։ Մարդիկ մեկը մյուսին հերթ չտալով շտապում էին ստանալ սրբազանի օրհնությունը, որին արդեն 8 ամիս է սպասում էին։ Երեկ կայացել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը, որը փակ էր լրատվամիջոցների համար, քանի որ ընթացքի մեջ էին վկաների հարցաքննությունները։ Նիստի ավարտին է միայն լրագրողներին հնարավորություն տրվել հարց ուղղել քաղաքապետին։ Ղուկասյանը հարցերին սաղմոսով է պատասխանել։ Տեր, դավիճ այնոցիկ, որ տադեն ձեզ, մարզնչի այնոցիկ, որ մարզն չեն ձեզ, ես մերկում եմ, այսպես պիտի լինի, ների կալուսն է, ների արբանյակները եկել են, երևում են և պատրաստեք դիմացի ընդրություններին, որ Հայաստանի Հանրապետությունը լինի լուրջ ձեռքերում, լուրջ մարդկանց ձեռքով և գրվածքներ կատարվում է տասնյակ սրբերի գրվածքը պիտի կատարվի աշխարհի վերջին օրերին, ինչ պիտի լինի հայոց ազգին։ Ասեմ ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև Աստված ընդ մեզ է։ Առաջ Աստված, հանգիստներ լավ է լինելու։
Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ դիվանագիտական ակտիվությունը շարունակվում է Ժնևում։ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են 4.5 ժամ։ Կողմերը դեռևս մանրամասներ չեն հրապարակել, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ եռակողմ քննարկումները կշարունակվեն նաեւ այսօր։ Նշեմ, որ ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը եւ Ջարեդ Քուշները։ Մինչ ուկրաինական ուղղությամբ քննարկումները շարունակվում են, Ժնևում զուգահեռաբար ընթանում է եւս մեկ կարևոր դիվանագիտական գործընթաց։ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն հարթակում բանակցություններ են վարում Օմանի միջնորդությամբ։ Օրակարգի առանցքում իրանական միջուկային ծրագիրն է եւ պատժամիջոցների ճակատագիրը։ Թեհրանը պահանջում է Չեղյալ հայտարարել տնտեսական սահմանափակումները իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորելու պատրաստակամության դիմաց։ Վաշինգտոնը իր հերթին փորձում է կանխել Իրանում միջուկային ծրագրի հնարավոր ստեղծումը։ Իրանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվում են ինչպես պատժամիջոցների Չեղյալ հայտարարման մեխանիզմները, այնպես էլ այսպես կոչված միջուկային դոսիեների տեխնիկական մանրամասները։ Բանակցությունների ավարտից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ընդգծել է, որ հնարավորությունների նոր պատուհան է բացվում։ Նրա խոսքով կողմերը համաձայնության են եկել այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա պետք է շարունակվեն հետագա քննարկումները։ Սակայն Թեհրանը շեշտում է, առկա առաջընթացը դեռ վերջնական համաձայնագիր չէ, այլ միայն նախադրյալ դիվանագիտական լուծման հասնելու համար։ Իմ համոզմամբ բանակցությունների նախորդ փուլի համեմատ գրանցվել է լավ առաջընթաց։ Մենք դիտարկել ենք տարբեր գաղափարներ եւ դրանց վերաբերյալ լուրջ քննարկումներ ենք ունեցել։ Արդյունքում գտնվել է ռազմավարական ուղին, որին մենք հավատարիմ ենք մնալու եւ որով շարժվելու ենք դեպի հնարավոր համաձայնագրի տեքստի նախապատրաստումը։ Պայմանավորվել ենք, որ կողմերը կաշխատեն հնարավոր պայմանավորվածության տեքստերի վրա, այնուհետև կփոխանակվեն դրանցով, որից հետո կորոշվի բանակցության երրորդ փուլի ամսաթիվը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւս փորձել է մեղմել լարվածությունը, հայտարարելով, որ Իրանը միջուկային զենքի չի ձգտում եւ պատրաստ է ապացուցել դա։ Նրա խոսքով Թեհրանը չի հրաժարվի խաղաղատոմային ծրագրից, որը ինչպես ընդգծել է նախագահը, անհրաժեշտ է բժշկական, գյուղատնտեսական եւ արդյունաբերական նպատակներով։ Էլ ինչ լեզվով ասենք, որ մենք միջուկային զենք չենք ուզում, հռետորական հարց է հնչեցրել Փեզեշքյանը, հավելելով, որ հույս ունի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ միջազգային հանրությունը չեն հավատա միջուկային ռումբի մասին շրջանառվող լուրերին։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում են առանց տեղումների եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կլինի 15-ից 17, իսկ երեկոյան 3-ից 5 աստիճան տաքություն։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, կհանդիպենք։